Ժողովուրդ ջան, բայլույս մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ, ես մարդուն ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, էլի նայեք։ Ոչ մի տարածքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որևէ տարածքի մասին լինել չի կարող։ Չէ, մի րոպե նայեք։ Մենք ինքներս ունենք խնդիր։ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է։ Եվ եթե մենք հրաժարվենք չենք կարող ասենք հրաժարվել, չենք կարող ասել Արցվաշենը չկա։ Հիմա ինչպես չենք կարող հրաժարվել։ Բայց մեր տարածքն ասեք որ տարածքն որ ուղղակի իմանանք էլի որտեղ են։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Բախուդարլի, Խելեմլի, չէ, դա սահմանազատման արդյունքում մենք ուսումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում։ Որովհետև եթե Արցվաշենը հետ է գալիս ամբողջությամբ, չի կարա չգա։ Չի կարա, կարա լինի համաձայն։ Ասում ենք մի օկուպանտ է պարոն Բաշյան, որ Ադրբեջանի տարածքները։ Լսեք, հիմա այդ բաները, այդ տերմինները այլևս անցյալում են, որովհետև կոնֆլիկտը հաղթարված է։ Չէ՞ որ ստերից դուրս գալու են պարոն Բաշյան։ Հիմա հարց եք տալիս պատասխանը լսեք։ Մեր տարածքները կոնֆլիկտը հաղթարված է։ Հիմա Ուրեմն օրեր առաջ ես մարդուն շնորհակալություն եմ հայտնում, այնտեղ շարունակություն կա։ Ինչի եմ շնորհակալություն հայտնում, որովհետև օրեր առաջ ես հայտարարություն էի արել մի քանի տեղ։ Որ Արարատ Միրզոյանը գնացեք Կապան քարոզարշավի ժամանակ, դե միշտ ընդունած է, չէ՞ որ լավ բաներ ես ասում, որ քեզ ընտրեն։ Գնացել է Կապան, ասում է մենք վերահսկում ենք ադրբեջանական տարածքներ։ Ագե նախարարը։ Արա քարոզարշավի դա ինչ տեքստ է։ Ում համար է այդ տեքստը։ Եվ խորանում եմ հասկանում, ասում, սա Ադրբեջանի համար է քարոզարշավն արվում, որ Ադրբեջան ջան, նորմալ է, սա մենք քեզ ինչ խոստացել ենք, կանենք, մի մեր ժողովրդին ասում ենք, այս ձերի հետ։ Հետո որ ընտրվենք այդ հողերը տալուց, մարդիկ զարհուր են, բան ջղայնանան, ասենք, ախպեր ջան, մենք քարոզարշավին ասել ենք անվիդեոն, էսա վիդեոն, բանում ասել ենք, ճիշտ է, Կապանն։ Դե դուք ընտրել եք, հեսա հանձնում ենք, ինչ եք ուզում։ Ժողովուրդ ջան, իմացեք, այս անկլավների հարցը սենց է, Հայաստանի տարածքում չկան անկլավներ ադրբեջանական, դա մեր պաշտոնական դիրքորոշումն է եղել մինչև 23 թվականը, 24։ Եվ հետո սկսել են բան անել, բայց ոնց որ կա մի հատ պետք է նայենք, մի հատ էլ էս բանը, իմացեք, ստրատեգիական ճանապարհներ են հանձնելու, եթե ընտրվեն, ու այ դրա համար են այս ընտրությունների ժամանակ նաև այս թեման բացել։ Ես շնորհակալ եմ քաղաքացուն, մեր հետևորդներից, որ դիտել է այդ Կապանի պատմությունը Արարատ Միրզոյանի, եւ այստեղ եկե վարչապետի դեմն է դրել, բոլորդ էլ որ դե տեսնում եք, ասեք ախպեր ջան, ասա ինչ ես հանձնելու, որ ճամփեքով էլ չենք կարա գնանք, ասա։ Եվ սահմանազատման մասին սուտա խափում են, սահմանազատում չի եղել, միակողմանի մենք դուրս ենք եկել որոշակի տարածքներից, որի անուն դել են 4 գյուղ, բայց ինչ 4 գյուղ չգիտեմ, եւ պետք է Ադրբեջանն է դուրս գար դուրս չի եկել։ Ունդե կառուցել են մի հատ պատ, որը ես կոչում եմ ամոթի պատ։ Ամոթի պատն է դա մեզ, որովհետեւ ամոթ է, որ մենք բան պայմանավորվենք, մենք մեր մասը անենք, իրանցը չանեն, հետո էլերի գան ասեն դե եմել էս տվեք, դեմել են տվեք, դեմից հունիսի 7-ից հետո ալնելու, դե դուք եք գիտեք ինչ եք անելու, որ դա չլինի։ Տարածեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։